Թուրքիայում, ինչպես գիտենք, վերջին տարիներին իրադրությունը բավական լարված է, մասնավորապես դա կարող ենք կապել ինչպես Սիրիայում իրադրության լարվածության, այնպես էլ վերջին 5-6 տարիներին Սիրիայում արձանագրված ՆԱՏՕ եւ արևելյան բլոկ պայքարի միջև։ ՆԱՏՕ-ն, ինչպես գիտենք, դա ընդգրկում է Եվրոպան եւ գլխավորապես ԱՄՆ-ն, արևելյան բլոկն էլ ընդգրկում է Ռուսաստան, Չինաստան եւ Իրան պետությունները։ Սիրիայում կարելի ասել պայքարը նմանվում է փոքրիկ համաշխարհային պատերազմի եւ փաստացի իրար դեմ ռազմական պայքար են մղում ինչպես ՆԱՏՕ-ի երկրները, այնպես էլ արևելյան բլոկի երկրները։ Այս համատեքստում չի կարելի չմոռանալ Թուրքիայի դերը, որը ունի հետաքրքիր կեցվածք։ Մասնավորապես, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս փորձում է վարել ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն, սակայն Թուրքիայի նախագահը հստակ գիտակցում է, որ եթե Սիրիայում չսպասարկի ՆԱՏՕ-ի շահերը, ապա մեկ օր էլ չի մնա ՆԱՏՕ-ում։ Եվ բացի այդ չպետք է մոռանանք այն հանգամանքը, որ Թուրքիայում առկա է ԱՄՆ-ի շուրջ 19 ռազմաբազա, որն էլ հենց կապում է Թուրքիայի նախագահի ձեռքերը էլ ավելի անկախ գործելու Սիրիայում։ Սիրիական այս թնջուկը վտանգավոր է նաև Հայաստանի համար, քանզի պառակտվում եւ ոչնչանում է Սիրիայի հայ համայնքը, հատկապես Հալեպի հայ համայնքը, եւ բացի այդ ծայրահեղականները հակաքրիստոնեական կոչեր հնչեցնելիս քանդում են նաև հայկական եկեղեցիները եւ բացի այդ Սիրիայում առկա իսլամական պետության խմբավորման համար Հայաստանը եւս ոչ ցանկալի երկրների շարքում է։